Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնավարման հենց առաջին օրից խնդիր դրեց վերականգնել մայրաքաղաքի կանաչապատման երբեմնի ծավալները, ընդլայնելով եւ ստեղծելով կանաչ նոր գոտիներ։ 2012-ի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները գնահատվեցին ոչ միայն երևանցիների կողմից։ Մարքեթինգի հայկական ասոցիացիան եւ Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը տարեվերջին հրապարակեցին երևանցիները Երևանի մասին հետազոտությունների արդյունքները։ Քաղաքապետարանի կողմից իրականացված դրական փոփոխությունների շարքում առաջին հորիզոնականում երևանցիների գնահատմամբ կանաչապատման աշխատանքներն էին։ Փետրվարի 21-ից 23-ը Կիևում կայացած նախկին խորհրդային միության երկրների կանաչ քաղաքների համաժողովի ընթացքում կանաչապատման ծավալներով եւ ծաղկային ձևավորումներով Երևանը զբաղեցրեց երրորդ պատվավոր հորիզոնականը։ Մայրաքաղաքի կանաչապատման եւ ծաղկապատման 2013 թվականի ծրագրերը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետն այս շաբաթ ներկայացրեց հանրությանը։ Կանաչապատման աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման եւ կանաչ գոտիների ստեղծման նպատակով Արթեն Գարնանը վարչական բոլոր շրջաններում կանցկացվի 20.7 կիլոմետր ոռոգման նոր ցանց եւ քաղաքապետի հանձնարարականի համաձայն ծառատունկեր կկազմակերպվեն բացառապես ոռոգելի տարածքներում։ Նախորդ տարի Երևանում տնկված 40,000 ծառերին Գարնանը կավելանա եւս շուրջ 50,000 մշտադալար ծառ ու թուփ։ Կանաչ տարածքների ընդլայնման եւ բուսահողի թարմացման նպատակով տարբեր մարզերից կներկրվի 16,000 խորանարդ մետր բուսահող, 5,000 խորանարդ մետր էլ կարմիր ավազ։ 2012-ին 20 այգի ու պուրակ հանձնվեց բնակչությանը բարեկարգված, ամբողջությամբ կանաչապատված ու ծաղկապատված։ Այս տարի եւս վարչական տարբեր շրջաններում կհիմնվեն նոր ու հարմարավետ անկյուններ։ Մայրաքաղաքի մուտքերն ու փողոցների մայթեզրե հատվածները եւս կծաղկապատվեն ու հետաքրքիր լուծումներով կձևավորվեն։ Այս տարի ծաղկապատման աշխատանքները կիրականացվեն երկու փուլով։ Երբ նրանք կակաչների այս ծիլերը երբ օրեր անց իրենց գլուխները բարձրացնեն, կտրվի Գարնան յուրօրինակ ավետիսը։ Ամռան ընթരാճ էլ Երևանը կծածկվի մայրաքաղաքային տնկարանում աճեցված ու արտերկրից ներկրված 2.5 միլիոն ծաղիկներով։ Եթե նախորդ տարի 6.5 հեկտարում տնկվել է ավելի քան 1.800.000 ծաղկասածիլ, ապա այս տարի ծաղկային տարածքները կընդգրկեն շուրջ 7 հեկտար տարածք, որը կզարդարվի 2.5 միլիոն ծաղիկներով։ Քաղաքապետի հանձնարարականն է, որ կանաչապատումը համաչափ լինի ամբողջ քաղաքում, այսինքն զարգացում է ապրում բոլոր վարչական շրջանները։ Վարչական յուրաքանչյուր շրջանի ծաղկային ձևավորում կառանձնանա իր հատուկ դիզայներական լուծումներով, որոնք քննարկվել ու հաստատվել են մասնագետների կողմից։ Նախորդ տարի մայրաքաղաքում սկիզբ դրված ձևավոր ծաղկապատման մշակույթը եւս այս տարի կունենա իր շարունակությունը։ 150 նոր տարակերպ կոմպոզիցիաներ կզարդարեն մեր սրտի մայրաքաղաքը, եւս 30 հեկտարով կավելանա սիզամարկերի մակերեսը։ Այսքանով կանաչապատման աշխատանքները չեն ավարտվելու։ Առաջիկայում նախատեսվում է Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը հասցնել 900 հեկտարի։ Մեկ բնակիչին ընկնող կանաչ տարածքը, եթե այժմ կազմում է 8 քառակուսի մետր, ապա 4 տարի հետո այդ կարևոր ցուցանիշը կհասնի 12 քառակուսի մետրի։ Իսկ դա լուրջ առաջընթաց է եւ լուրջ ցուցանիշ։ Մայրաքաղաքն առավել կանաչ տեսնելու համար մեզնից յուրաքանչյուրն էլ պետք է իր լումաններ դնի, այդ թվում նաեւ տնտեսվարողները, բարեկարգելով ու կանաչապատելով իրենց հարակից տարածքները։